Բարև ձեզ հարգելի ագնտիներ, հայրենիք լրատվական գեցոնեն գահորտենք լուրերը։ Քաղաքական 7 ուժեր, որոնց մեկ երկուքը Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքները խորհրդարան մուտք գործեցին, թիմեցին սահմանադրական դատարան վիճարկելու համար 7 հունիսի խորհրդարանական ընդդիմություններուն արդյունքները։ Հայաստան դաշինքին թիմում ներկայացուցին փաստաբաններ Հովհաննես Խուդոյան, Դատևիկ Սողոյան եւ Հայաստան խմբակցության քարտուղար Արձվիկ Մինասյան։ Սահմանադրական դատարան դիմաց քաղաքական 7 ուժերն են Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքները, միասնության թևեր, ՏՕԿ, Նոր ուժ, Փառքավաճ Հայաստան եւ հանուն հանրապետության կուսակցությունները, որոնք թիմումներ ներկայացուցին սահմանադրական դատարան, որբեսի անբավեր հրճակվին խորհրդարանական ընդրությունները։ Սահմանադրական դատարանը հաղորդեց, որ խորհրդարանական ընդրություններուն արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերուն թիմումներով գործերը միավորած են եւ ուրբաթ 26 հունիսի նիստին պիտի քննարկվին։ Դատական այս գործով զեկուցող նշանակված է դատավոր Էդգար Շատիրյան։ Հայաստանի ընդհանուր դատախազությունը ընդրական գերությունական հանձնախումբին արտոնությամբ մեղադրանք առաջադրեց Հայաստան դաշինքի առաջնորդ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2004-ին կառավարության կողմից դրված որոշումի ու անոր հետևած գործարքներու առնչությամբ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ընդրական գերությունական հանձնախումբը համաձայնություն տվավ, որ ընդհանուր դատախազությունը ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորական տեխնացու Դավիթ Ղազինյանի նկատմամբ եւս քրեական հետապնդում հարուցե։ Ան ավելի ուշ ցերպակալվեցավ, ապա 2 ամիսով գալանավորվեցավ։ Ընդրական գերությունական հանձնախումբը նաեւ համաձայնեցավ դատախազության թիմումին Հայաստան դաշինքի պատգամավորական տեխնացուներ Ռուսլան Պարսեղյանի եւ Ասադուր Քոչարյանի, ինչպես նաեւ ուժեղ Հայաստան դաշինքեն Աշոտ Եղիազարյանի մեղադրանք առաջադրելու եւ զանոնք ազատազրկելու մասին։ Մյուս կողմը ընդհանուր դատախազությունն ու ազգային անվտանգության ծառայությունը ոչ մեկ բացատրություն կտան, թե ինչու Քոչարյանի արգելած են Հայաստանեն դուրս գալ։ Անոր նկատմամբ ներկայիս գա դատական մեկ վարույթ, մեկ մարտի գործով, որուն գաբակցաբար ջամփորդության թեմ արգել չկա։ Իշխանական լրատու աղբյուրները հրաբարակեցին դեսերիզմը Զվարթնոց օտագայանի սահմանային անցման գետին վրա Քոչարյանի ջամփորդության արգելքին վերաբերյալ։ Հայաստան դաշինքի պատգամավոր Քեղամ Մանուկյան հանցագործություն համարեց Քոչարյանի ջամփորդության թեմ հարուցված արգելքը, որ ոչ մեկ բացատրություն ունի։ Դեղին է նշել, որ Փառքավաճ Հայաստան գուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ուժեղ Հայաստան գուսակցության ղեկավարներեն Նարեկ Ղարաբեդյանի եւս արգելեցին Հայաստանեն դուրս գալ։ Հայաստան խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյան եւ Արթուր Խաչատրյան մանրամասն դեղեկագիր ներկայացուցին Եվրոպայի ապահովության եւ համագործակցության գազագերբության խորհրդարանական վեհաժողովի թեթերուն ներկայացնելով հետընտրական զարգացումներուն կապված խնդիրները։ Գալստյան հայտնեց, որ ներկայացուցած են մոտեցումներ եւ քննադատականներ խորհրդարանական ընդդիմություններուն արդյունքներուն, նախընտրական եւ հետընտրական զարգացումներուն եւ մասսայական ու փաստված ընդրական խախտումներու մասին։ Մոսկվայի մեջ գայացավ Ռուսիա եւ Թուրքիա արտաքին գործոս նախարարներուն Սերգեյ Լավրովի եւ Հակամ Ֆիդանի հանդիպումը, որուն ընթացքին անդրադարձ կատարվեցավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ծրագրին, որու մասին խոսելով Ֆիդան հայտարարեց, որ Թուրքիա քոհ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարման հոլովույթ են։ Ֆիդան նաեւ բնտեց, որ Անկարա վստահ է, որ Հարավային Կովկասի մեջ արգա խնդիրները պետք է լուծվին շրջանի դրացի պետություններուն մասնակցությամբ։ Այս ձիրի մեջ անկարևորեց Ռուսիա, Իրան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան ցեվաչափը։
Բաքուի մեջ կայացավ պատերազմական հայ կերիներուն վերակնիչ փողոքներուն թադական նիստը, որուն ընթացքին Բաքուի իշխանություններուն կողմէ նշանակված ադրբեջանցի պաշտպան փաստաբանը միջնորդություն կատարեց Արցախի բանակի նախկին հրամանատար Զորավար Լևոն Մնացականյանը արդարացնելու համար։ Ադրբեջանական լրատու աղբյուրներ հաղորդեցին, որ պատերազմական հայ կերիներուն յուրաքանչյուրին դրամատրված են հայերենի եւ ռուսերենի թարգմանիչներ եւ փաստաբաններ, այսպես կոչված անոնց պաշտպանության համար։ Թադական հաջորդ նիստին պիտի շարունակվի վերակնիչ փողոքներուն քննությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Բաքուի մեջ ընդունեց ամերիկացի կոնգրեսական Աբրահամ Համադեն, որ Ադրբեջանի թեմ սահմանված թիվ 907 բանաձևի պատժամիջոցներու ճնշման օրինակիցին համահեղինակներեն մեկն է։ Ըստ ադրբեջանական pedagogan լրատու աղբյուրին, հանդիպման ընթացքին քննարկված են Թրիփ Միչանսկի ստեղծման կարելիությունները, շրջանային փոխադրության ուղիներու զարգացման դեսանգույնեն։ Ալիև շեշտած է, որ նախագահ Թրամփի իշխանության վերադարձեն ետք Միացյալ Նահանգներ Ադրբեջան հարաբերությունները հաջողությամբ կզարգանան։ Հայաստանի մեջ 17 հունիսին ընթաց կրավ Արձիվ գործընկեր 2026 հայ եւ ամերիկյան միացյալ ռազմապորձը, որ պիտի երկարի մինչև 25 հունիս։ Այս ռազմապորձը 4-րդն է, որ հիմնված է հայ եւ ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա եւ գաչակցի միջազգային խաղաղ առաքելություններուն նախապատրաստման ծրագրերուն։ Այս տարի առաջին անգամ լալով ռազմապորձին կմասնակցին նաեւ ֆրանսիական եւ հունական բանակներեն զորամիավորումներ, Հայաստանի խաղաղ կունտեն, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Աֆրիկայի մեջ հաստատված ամերիկյան ցամաքային զորքերու եւ Քենսասի ազգային բաղկակունտեն միավորումներու կողքին։ Նախիջևանի մեջ կազմակերպվեցավ վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան խորակրով 3-րդ համակումար փառատոնը, որուն ընթացքին ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալեկբերլի հայտարարեց, որ Հայաստան պետք է համապատասխան պայմաններ ստեղծե արևմտյան ադրբեջանցիներուն ապահով վերադարձին համար։ Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքներուն մեկ մասը արևմտյան Ադրբեջան կհամարի։ Ըստ ադրբեջանցի պատգամավորին, արևմտյան ադրբեջանցիներու իրենց հայրենի հողեր վերադարձը կհամապատասխանե մարդու հիմնարար իրավունքներուն եւ միջազգային օրենքին։ Մինչ Փաշինյան օրնիպուն կհայտարարե, որ արևմտյան Ադրբեջանի օրագարկը շինձու է, ադրբեջանցիները համագարկված կերպով կգործեն այս գաղափարը գործնական քայլերու վերածելու համար։ Թուրքիո ծայրահեղ ազգայնական կուսակցության ղեկավար Դևլետ Բահչելի, որ Ռեջեփ Էրդողանի քաղաքական դաշնակիցն է, հայտարարեց, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը խորքին մեջ թուրանական միջանցքն է, որ գարսը կմիացնե Թուրքիստանի դապաստաններուն։ Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարը Երևանի գոչ ուղեց չխոչընդոտելու այս ծրագրին իրագործումը, ավելցնելով, որ երբ անիգա բացվի, թուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն գուրվակցվի։ Մարդու իրավունքներու եվրոպական ադյանը հրաբարակեց իր առաջին վճիրը ապրիլյան քարորիա պատերազմին առնչվող գործիմը գաբակցաբար։ Վճիրին մեջ ընդգծվեցավ, որ Ադրբեջան խախտած է հայ զինվորին կյանքին իրավունքը եւ խոշտանկման արգելքը, զայն գլխադելով եւ մարմինը բղձելով։ Խոսքը կվերապերի նահատակ զինվոր Հայկ Թորոյանի։ Եվրոպական դատարանին վճիրի մեջ մանրամասն ներկայացված է, թե ապրիլյան քարորիա պատերազմին ընթացքին ադրբեջանցի զինվորներ թարանակալ սպասած են հայ զինվորները եւ զանոնք վիրավորելով գլխադած ու բղձած են անոնց մարմինները։ Մարդու իրավունքներու եվրոպական ադյանը վճռեց, որ Ադրբեջան զոհին հարազատներուն 90,000
եվրո պետք է վճարի։ Դեղին է նշել, որ Բաքու հետևողականորեն կմերժի իր մեղավորը լալը, սակայն եվրոպական վճիրի մեջ առանցքային եղած են ադրբեջանական լրատու աղբյուրներուն նյութերը, ուր ադրբեջանցի հadoop չոկադայիններ ցուցադրած են իրենց այսպես կոչված հերոսությունները։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը զորակցություն հայտնեց Հարաճիգա Ելևմտական դարվան ազգային ապահովության օրենսդրության հայանաբաց 6 փոփոխություններու, որոնք կբահանջեն ազատ արձակել Բաքուի մեջ աբորինի գերբով բանդարգված պատերազմական հայկերիները եւ բադանտները, ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքներեն եւ պաշտպանել Արցախի մշակութային եւ գրոնական ժառանգությունը, ինչպես նաեւ ապահովել Արցախայության ապահով վերադարձը։ Նախաձեռնություններուն հեղինակներն են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբի համանախագահներ Ֆրենկ Փալոն եւ Գաս Բիլիրակիս, հանձնախումբի փոխնախագահ Բրեդ Շերման, ինչպես նաեւ կոնգրեսականներ Գեյբ Ամո եւ Ջիմ Կոստա։ Հարկելի ակնթիվներ, իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք սահմանադրական օրենքի փորձագետ Վահե Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Առաջին հերթին գուզենք լսել ծեր տեսակետը ընդրական 3 դեղամասերու մեջ արդյունքները չեղյալ համարելու ընդրական գետրոնական հանձնախումբին որոշումին մասին։ Ի վերջո, ինչ կդարվեցավ եւ կարելի է մեկ որոշումով անվավեր ճանչնալ ավելի քան 3000 ընդրողներու կվեները։ Նախ թույլ տվեք առաջին ընդգծել, որ հիմքը ուսումնասիրելուց առաջ պետք է հասկանալ արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի լիազորություն անվավեր ճանաչելու ընտրական տեղամասի քվեարկությունները, մինչդեռ որևէ օրենքով, ոչ սահմանադրությամբ, ոչ էլ ընտրական օրենսգրքով կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություն չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրական օրենսգրքի 48.1 հոդվածով տրված լիազորությունը չի կարող վերաբերել ընտրական տեղամասերի քվեարկությունների արդյունքներին։ Երկրորդ, իհարկե տեղի են ունեցել խախտումներ, բայց ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նման դեպքում ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում բացառապես տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ կամ չունենալու հանգամանքին, ապա դրա համար ընդամենը պետք է պատասխանել պարզ հարցի. արդյոք ազգային ժողովում մեկ խմբակցություն ավել կլինի կամ ոչ տվյալ ընտրական տեղամասերի քվեարկությունների արդյունքում, իսկ պատասխանը միանշանակ է, որ այո։ Հետևաբար ակնհայտ է, որ այս երկու եւ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից անվավեր ճանաչված երրորդ ընտրական տեղամասի քվեարկությունների արդյունքները ուղղակիորեն առնչվում են ազգային ժողովի ընտրությունների ամփոփմանը, հետևաբար ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95 եւ 101-րդ հոդվածների համակարգային միասնական եւ ճշգրիտ վերլուծության, ինչպես նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն է պատվիրակում, այդ ընտրական տեղամասերում պետք է անցկացվեր վերաքվեարկություն։ Քաղաքական 7 ուժեր դիմեցին սահմանադրական դատարան ընդրություններուն արդյունքները անվավեր ճանչնալու եւ նոր ընդրություններ կայացնելու պահանջով։ Գրնակ ներկայացնել այս պահանջներուն իրավական հիմնավորումները։ Նախ ողջունում եմ բոլոր այն ուժերին, ովքեր վիճարկում են ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում, որպես իրավաբան չեմ կարող չգնահատել ընտրական, վարչահարական եւ սահմանադրական օրենսդրության զարգացման վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող այս քայլը, սահմանադրական դատարանի առջև դրված է լիազորություն, որը ուղղակիորեն պարտականություն է վերահաստատել Հայաստանում օրենքի գերակայությունը եւ սահմանադրության գերակայությունը, որը կարող է արտահայտվել բացառապես ազգային ժողովի արդյունքները ամփոփելու մասին եւ մանդատների բաշխման կարգը սահմանելու մասին որոշումների անվավեր ճանաչմամբ։ Ինչպես արդեն նշեցի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չունենալով լիազորություն ընտրական տեղամասի քվեարկությունները անվավեր ճանաչելու, դրանք այնուամենայնիվ անվավեր է ճանաչել, իսկ իր կողմից իր լիազորություններում չգտնվող լիազորության կիրառումից հետո վերաքվեարկություն չանցկացնելու արդյունքում բարի ուղիղ իմաստով խախտվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածով սահմանված Հայաստանի իրավական պետություն լինելու սկզբունքը, երկրորդ հոդվածով սահմանված իշխանությունների ձևավորման սկզբունքը, երբ սահմանադրության երկրորդ հոդվածը նշում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իշխանության իրացման ձևը ընտրությունները
հանրաքվեների մասնակցությունը եւ այլ օրենսդրությամբ թույլատրված կամ չարգելված արարքներն են։ Մինչդեռ ընտրություններին մասնակցությունը, լինի դա հանրաքվե կամ ազգային ժողովի ընտրություններ, ժողովրդի իշխանության իրացման բարձրագույն ուղղակի եւ հաշվի առնելով, որ համապետական ընտրություններ են, համապետական ձևն է։ Հետևաբար դրանով սահմանված ցանկացած կարգ, այդ թվում որևէ քաղաքական ուժի ազգային ժողովում ներկայացված լինելը, դա պարտադիր եւ սահմանադրական պահանջ է, ենթակա անվերապահ կատարման։ Այժմ կան բազմաթիվ խոսակցություններ ընդդիմության կողմի խորհրդարանական աթոռներու մերժման բարակային սահմանադրական դակնաբի ստեղծման մասին։ Արդյոք ընդդիմության բացակայությունը ինքնին կնշանակե, որ ազգային ժողովը եւ կառավարությունը կգործընծնեն իրենց օրինականությունը, ինչ որ անխուսափելիորեն նոր ընտրություններ կբերե։ Միանգամից կհերքեմ ձեր կողմից հնչեցված հարցը։ Սահմանադրական ճգնաժամ չի առաջանում, եթե ազգային ժողովում ներկայացված չեն երկրորդ եւ երրորդ տեղերը քվեարկությունների թվով սահմանած քաղաքական ուժերը, ազգային ժողովի արտերտ ընտրություններ չեն կայանում այդ հիմքով, ավելին մի կողմից նախ դա քաղաքական պատասխանատվություն է լինել ընդդիմություն, եթե ուզում ես իշխանություն դառնալու ցանկություն, եւ երկրորդ բացառված չէ, որ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, երբ երկրորդ եւ երրորդ քվեարկությունների քանակը ունեցող քաղաքական ուժերը իրենց կողմից մանդատները չվերցնելու դեպքում փոխարինվեն հաջորդ ավելի շատ ձայներ ունեցող քաղաքական ուժերով, որը գուցեև չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, բայց հաշվի առնելով, որ սահմանադիրը հանդիսանում է ժողովուրդը եւ դա ժողովրդի կամքի բարձրադիր դրսևորումն է, այնուամենայնիվ բացառված չէ, որ նման մոտեցում կիրառվի։ Շնորհակալություն։ Հարգելի ակնթիվներ, մեր զրուցակիցներ սահմանադրական օրենքի փորձագետ Վահե Գրիգորյանը։ Հարաճիգա շաբաթ հանդիպելու խոստումով կփակենք մեր հաղորդումը։ Ցտեսություն։